Պաշտոնական Թեհրանն աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը Բաքու կատարած այցի ժամանակ։ Սաիդ Խաթիբզադեն համոզմունք է հայտնել, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։ Իրանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան գործակցությանը, նշել երկու երկրի հարաբերությունները տարածաշրջանում ամենասերտն են։ Խաթիբզադեի խոսքով Թեհրանը փորձում է վերացնել կողմերի միջև առաջացած արհեստական խոչընդոտները եւ հարաբերությունները վերադարձնել բնական անհուն։ Նա դատապարտել է 2023 թվականին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը, նշել, որ լայնածավալ հետաքննություն է անցկացվել։ Կրեմլից հայտնել են Վլադիմիր Պուտինի եւ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցի մասին։ Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա ռուս-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրային եւ ներդրումային կապերի ընդլայնմանը, տրանսպորտի եւ էներգետիկ համատեղ նախագծերի իրականացմանը։ Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապարցերի, այդ թվում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների շուրջ։ Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը աջակցելու Վաշինգտոն-Թեհրան երկխոսության առաջմղմանը։ Քրիստոնյա դեմոկրատական եւ քրիստոնյա սոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը բավարար ձայներ չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար։ Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում Մերցին կողմ է քվեարկել 310 պատգամավոր, դեմ 307-ը։ Ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր 316 ձայն։ Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Բունդեսթագը կարող է նոր կանցլեր ընտրել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Եթե արդյունքում որևէ թեկնածու չհավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ, Գերմանիայի նախագահը կամ պետք է կանցլերի պաշտոնում նշանակի վերջնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայները հավաքած թեկնածուին, կամ ցրի Բունդեսթագը եւ հայտարարի խորհրդարանական նոր ընտրությունների մասին։ ԶԼՄ-ները գրում են, որ Ֆրիդրիխ Մերցի օգտին հնարավոր է չեն քվեարկել իր որոշ կուսակիցներ։ Տեղեկությունը բարդ է ստուգել, քանի որ քվեարկությունը գաղտնի է եղել։ Կոալիցիոն գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաստիացնում է, որ պահել է պայմանավորվածությունները։ Այլընտրանք Գերմանիայի համար աջակողմյան կուսակցությունը, որի հետ պահպանողականները հրաժարվել էին կոալիցիա կազմել եւ որն օրերս Գերմանիայում ճանաչվել է ծայրահեղական եւ հակասահմանադրական, կոչ է արել խորհրդարանի նոր ընտրություն անցկացնել։ Կուսակցությունը նաեւ հորդորել է Մերցին հրաժարական տալ։ Սի Ցինփինը շնորհավորել է Պեկին Բրյուսել դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակի կապակցությամբ։ Չինաստանի նախագահի խոսքով Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները աշխարհում ամենաազդեցիկներից են։ Նա ընդգծել է, առողջ եւ կայուն գործակցությունը նպաստում է ոչ միայն փոխադարձ նվաճումներին, այլև ամբողջ աշխարհի բարօրությանը։ Պատրաստ ենք գործակցել Եվրամիության առաջնորդների հետ պատշաճ կերպով կարգավորելու առկա վեճերն ու տարաձայնությունները։ Պեկինը կոչ է անում կողմերին պաշտպանել արդարությունը, ինչպես նաեւ պայքարել միակողմանի ահաբեկման դեմ, ընդգծել է Սի Ցինփինը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել սպառնալիքների քաղաքականությունը։ Եթե Միացյալ Նահանգները իսկապես ցանկանում է Չինաստանի հետ առևտրային պատերազմը լուծել բանակցությունների միջոցով, պետք է ընտրի հավասար երկխոսության տարբերակը, նշել է գերատեսչության խոսնակը։ Դիանա Գասպարյան, լուրեր։